Հայ իրականության և հայ մամուլի պատմության մեջ մարզական լրագրությունն ուրույն դերն է ունեցել դեռ 20-րդ դարից։ Շավարժ Քրիսյանի ջանքերով Կոստանդնուպոլսում 1911 թվականին ստեղծվեց հայկական առաջին մարզական պարբերականը՝ Մարմնամարզը։ Սա հայկական մամուլի պատմության մեջ մեծ իրադարձություն էր։ Մարմնամարզի դերն ու նշանակությունն արևմտահայերի կյանքում անբացատրելի են եղել։ Մարմնամարզն ու Քրիսյանը մեծ տեղ էին հատկացնում նաև կանանց մարմնակրթանքին, ինչը դեմ էր հայ պահպանողականների մտածելակերպին, որոնք կարծում էին, որ կանանց ֆիզկուլտուրան անբարոյականություն է։ Մենք Մարմնամարզի էջերում կարդում ենք հետևյալ վերտառությամբ հոդված. մի այր կրթելը նշանակում է պատրաստել մի տղամարդ, մի կին կրթելը նշանակում է պատրաստել մի ամբողջ սերունդներ։ Մարմնամարզն իր հրատարակության ամբողջ ընթացքում շատ մեծ նշանակություն էր տալիս ֆիզիկական դաստիարակությանը։ Քրիսյանի շնորհիվ Կոստանդնուպոլսում ստեղծվեցին 60-ից ավելի մարզական ակումբներ։ Մարմնամարզի ու Շավարժ Քրիսյանի ջանքերով հիմք դրվեց ֆիզիկական կուլտուրան դպրոցներ տանելու գաղափարին։ Շավարժ Քրիսյան գործիչը շատ մեծ դեր ունեցավ հայ մարմնակրթական շարժման գործում և կարող ենք փաստել, որ իրավամբ Քրիսյանը համարվում է ժամանակակից սպորտի և ֆիզիկական մշակույթի ռավիրան հայ իրականության մեջ։ Մարմնամարզի ստեղծումն ու հրապարակումը հայ իրականության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն էր։ Պարբերականը շարունակեց հրատարակվել մինչև 1914 թվականի մայիս ու դադարեց գործունեությունը, ինչին հաջորդեց արդեն Մեծ Եղեռնը։ Շավարժ Քրիսյանը դարձավ Մեծ Եղեռնի զոհ։ 15 թվականին ինքը աքսորի ճանապարհին ուրեմն մահանում է։ Այսինքն Շավարժ Քրիսյանով մարզական մամուլը Կոստանդնուպոլսում ավարտվում է։ Մեծ Եղեռնից հետո հայկական մարզական պարբերականներ եղել են, շատերը խորհրդային, շատերն անկախության տարիներին ու դրանից հետո, բայց Մարմնամարզի ու Շավարժ Քրիսյանի ներդրումն անգնահատելի է հայկական մամուլի և առհասարակ հայոց պատմության համար։ Բայց ինչպես գրել է Հովհաննես Թումանյանը, գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, ու հենց այս տողերը բնութագրում են Քրիսյանի կատարած գործը, որը անմահացնում է նրան։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում Շավարժ Քրիսյանի եղբորորդու անմիջական նախաձեռնությամբ բացվեց Շավարժ Քրիսյանի անվան լսարան, իսկ 2018 թվականին հայ մարմնակրթական ընդհանուր միության ջանքերով նույն բուհում բացվեց Շավարժ Քրիսյանի կիսանդրին։ 3 տարվա պատմություն ունեցած հայկական առաջին մարզական պարբերականը հայկական մարզական մամուլի պատմության մեջ շատ կարևոր և մեծ իրողություն է։ Մարմնամարզի ու Շավարժ Քրիսյանի շնորհիվ Պոլսում կազմակերպվեցին հայկական 4 օլիմպիական խաղեր։ Այս ամենը Մարմնամարզի ու Շավարժ Քրիսյանի հայկական մարզական մամուլի պատմության մեջ անգնահատելի ավանդի վկայությունն է։